Պարտիրոջ ժողովուրդ Փառք Հիսուսին Այսօր ժողովուրդ ջան մեր ծնունդի օրն է Բոլորիս ծնունդի օրն է Ընդհանրապես մարդիկ ունեն իրենց ծննդյան տոները բայց այսօր վերստին ծնված բոլոր մարդկանց ծնունդի օր է նշվում որովհետև այսօր ծնվեց Տեր Հիսուս Քրիստոսի մարմնից ստեղծված եկեղեցին որ ինքը դառավ գլուխ եւ եկեղեցին դառավ իր մարմին Փառք է Էստոնի համար Փառք է մեծ ողորմության համար այս Պենտեկոստեի համար Սիրելի բարեկամներ մի քանի րոպե ես կուզեմ ուղակի հոգևոր էքսկուրս կատարենք Սուրբ Գրքից թե հին ուխտից թե նոր ուխտից մի քանի տեղեր պետք է իրար հետ նայենք վերցանենք որից հետո մենք պետք է պատրաստենք աղոթք անելու որովհետեւ Տերը իր փառքով հայտնվի մեր կյանքի մեջ Դեռ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, որ ասեց ձեզ որբ չեմ թողնի կուղարկեմ մխիթարիչը, իրան փոխարինողը երկրի վրա, դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ բոլոր մարգարեները, բոլոր Աստծո ծառաները խոսում էին այս մեծ փրկության, այս մեծ օրհնության, այս մեծ տոնի մասին, այս հոգու գալուստի մասին։ Նայեք դեռ Եսայի մարգարեն 41-րդ գլխի Դեռ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից 700-730 տարի առաջ Եսայի մարգարեն 41-րդ գլխի 17-18 համարում այսպիսի խոսքեր է հիշեցնում մեզ Աղքատներն ու տկարները ջուր են որոնում եւ չկա նրանց դեզուն ծարավից չորացել է ես Եհովաս նրանց պատասխան եմ տալու Իսրայելի Աստվածս նրանց չեմ ձգել Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բանամ եւ հովիտների մեջ աղբյուրներ Անապատը պիտի ջրի լճի դարձնեմ եւ չոր երկիրը ջուր բխելու տեղ ու շարունակում այս չեմ ուզում շարունակել Այսօր էլ քուրեր եղբայրներ այսօր էլ մարդիկ աշխարհի տարբեր վայրերում անկախ նրանից ինչ ինտելեկտի ունեցվածքի կարողության դիրքի մարդիկ են բայց իրանց հոգու մեջ ունեն մի ծարավ ունեն մի փափակ որ ինչով ուզում են հագեցնեն այս ամենը չի հագեցվում Որտեվ հոգու մեջ, մարդու մեջ կա հոգի, եւ այդ հոգին էլ ունի իր կերակուրը ուտելու կարիքը։ Ինչպես մեր մարմինն է, ասենք երբ որ սովում ազգեմ, ցանկանում է կերակուր ուտել։ Ինչպես ծարավում են ջուր ենք ցանկանում խմել, այդպես էլ մարդու մեջ կա հոգի։ Եվ այն հոգին, որը որ կենթանանում է, այն հոգին, որ Աստված կենթանեցնում է, որպեսզի Աստծո հետ հաղորդ լինի, այդ հոգին սկսում է փնտրել։ Այդ հոգին սկսում է սով բերել մարդու մեջ եւ մարդը սկսում է փնտրտուքների մեջ ընկնել։ Եվ ասում է ծարավը ջուր է ուզում եւ տեսեք Տերն ասում է այս քաթները տկաները ջուր են ոնում չկա նրանց դեզուն չորացել է ես Եհովաս նրանց պատասխան եմ տալու։ Այսինքն այդ հոգու սովը միայն կարող է հագեցնել Տերը իր կենթանի ներկայության բարեկամներ։ Ես հիշում եմ դեռ հեռավոր 80-ական թվականների վերջներ, երբ որ Սեծ Սուրբ Հոգին իմ հետ աշխատանք տանել, ես շատ էի փնտրում, տարբեր բաներ էի անում, որ հագենամ ու չէի հասկանում, որ այս ներսիս հագեցվածությունը ուրիշ բան պետք է անի, ոչ թե մարմնավոր ինչ-որ բաներ, տարբեր խմիչք էի ուզում օգտագործեի, տարբեր կերակուր էի ուզում ուտեի, տարբեր հաճույքներ էի ուզում անեի, որ այս ներսս հագեցներ, բայց չէր հագենում, բայց երբ որ Տերը հայտնվեց իմ կյանքի մեջ, Սուրբ Հոգին լցվեց, իմ ներսը փոխեց Այդ խաղաղությունը, այդ հանգստությունը, այդ ուրախությունը եկավ իմ կյանքի մեջ։ Եվ այսօր Աստված կարող է բոլոր ծառավներին այդ հագեցումը տալ։ Եվ տեսեք նաև սա Պենտեկոստեն կատարվում է նաև դեռ Հովել մարգարեն 1000 տարի ավել առաջ Տեր Հիսուսից մարգարեացավ եւ երկրորդ գլխի Հովել մարգարեության 25-29 համարներն այսպես է ասում Հովել մարգարեություն Երկրորդ գլուխ 25 համարից Այսպես է ասում Տիրոջ խոսքը Եվ ես կհատուցանեմ ձեզ այն տարիները որ կերան մորեխը, ջորյակը, երևելին, խառնիճը եւ այն մեծ զորքը որ ուղարկեցի ձեզ վրա եւ պիտի ուտեք եւ կշտանաք եւ որ նաբանեք ձեր Տեր Աստծո անունը որ ձեր համար հրաշքներ արավ եւ իմ ժողովուրդը պիտի չամաչե հավիտյան Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ, ես եմ ձեր Տեր Աստվածը, եւ մյուսը չկա, եւ իմ ժողովուրդը պիտի չամաչե հավիտյան,
Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգանյանան ձեր տղեքը, եւ ձեր աղջիկեքը, եւ ձեր ծերերը երազներ պիտի երազեն, եւ ձեր երիտասարդները տեսիքներ պիտի տեսնեն, եւ ծառաներն ու աղախինների վրա էլ պիտի թափեմ իմ հոգին ու շարունակում։ Այս ընդդիպվածն էր, երբ որ Իսրայելը ծանր գերության մեջ էր, Իսրայելին հարվածել էին, ցավ, տանջանք, տառապանք էին պարգևել։ Կերել էր ամեն ինչ, վերացել էր, ասма ջորյակներ կերե, մորեխներ կերե, ոչինչ չկար, էլ հույս չուներ, բայց Տերն ասма այս հատուցում պիտի անեմ։ Ժողովուրդ ջան, մեր ազգը 1700 տարի ավել կոչվում է քրիստոնյա, եւ մեր ազգն էլ է շատ քրիստոսի անվան համար, գիտակցաբար թե անգիտակից տառապել։ Մեր ազգն էլ է շատ ցավեր տանջանքներ տեսել։ Մենք էլ ենք շատ երիտասարդներ ճանապարհ դրել։ Եվ Տերն ասում է այս հատուցում պիտի անեմ։ Այո, մի օր կա, որ Աստված մեր ազգին պետք է այցելություն անի։ Եվ Աստծո հոգին պետք է մեր երկրի մեջ գործի, եւ մենք այդ օրվան սպասում ենք։ Աստված ողորմություն պիտի անի մեզ։ Մեր ազգին ողորմություն պիտի անի։ Թող Տերը փառավորվի ժողովուրդ։ Եվ ասում է, իմ հոգին պիտի թափեմ։ Եվ այսօր փառք Տիրոջը, որ Հայաստանը այսքան փոքր երկիր, բայց Հայաստանի մեջ կան մարդիկ, հայ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք անկեղծ Տիրոջը սիրում են, որոնք անկեղծ Տիրոջը նվիրված մարդիկ են, որոնք ուղիղ Տիրոջն են կանչում ու Տիրոջ ողորմությանն են կուսացած։ Եվ այդ օրը պիտի գա։ Եվ ասում եմ հոգին պիտի թափեմ։ Եվ տեսնում ենք սիրելիներ, որ այդքան դարերից հետո մենք այդ տեսնում ենք Տիրոջ խոսքը, որ Տեր Հիսուսը հայտնվեց, եկավ երկիր։ Ֆիզիկապես մարդկային մարմին հագավ եւ Հովանու ավետարանի 7-րդ գլխի 37 համարի մեջ այսպիսի հայտարարություն արեց։ Տեսեք ինչ ասեց Տեր Հիսուսը։ Թեկուզ եղբայրները կարդացին այդ մասին։ Նորից ես պետք է կարդամ Հովանու ավետարան 7-րդ գլուխ 37 համարից։ Ասում է եւ տոնի վերջի օրը Տերը կանգնած էր եւ աղաղակում էր։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուս կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ գա, եւ եթե ծարավ է, թող ինձ գա, եւ խմե, եւ ինձ հավատացող ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրեր կետեր բխեն։ Եվ նա ասեց այն հոգու համար, որ ընդունել էին նրան հավատացողներին։ Տեսեք սիրելիներ, Տեր Հիսուսը եկավ ֆիզիկապես եւ ասում է, եթե մեկը ծարավ է, թող ինձ գա, թող իմ մոտ գա եւ խմե։ Ստեղ մի քանի բաներ ա Տերը շեշտում, ժողովուրդ ջան։ Հիսուսը եկավ, ինչ ասում է, եթե մեկը ծարավ է, թող ինձ գա։ Լա նայեք ժողովուրդ ջան, ծարավի հատկությունը ինչպիսին է։ Մենք բոլորս ասենք մարդիկ ենք, եղել է չէ որ շոկում ենք, ծարավում ենք։ Ասենք առանց հացի կարա մարդը մի քիչ դիմանա, բայց առանց ջրի դժվար է։ Ես հիշում եմ խորհրդային միության ժամանակ, երբ որ ծառայում ենք մին երևի նույնպես էլի մեր զինվորները կունենան, ասենք ջրի հատուկ ամանկար բակլաշկա ենք ասում, հայերեն չգիտեմ ոնց է կոչվում, սա մենք կախում ենք մեր կողքին։ Եվ դրա մեջ ջուր պետքա լիներ, որտեղ վազում է իր, քրտնում է իր, կարողա սոված մնա իր, կարողա թշնամու թիկունքը մներ, որ այդ ջուրը քեզ այդ ծարավ ժամանակ հագեցներ։ Կարող է հաց չուտեիր մի օր, կարայիր դիմանայիր, բայց առանց ջրի դժվար էր։ Եվ մի տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը, Տեր ասում է, ով որ ծարավ է, թող ինձ գա։ Այսօր ամեն մարդ չի կարա Հիսուսին գա, ով որ ծարավ է։ Լա նայեք առակած Սաղմոս 42-ի առաջի երկու համարն էսպես ասում։ Սաղմոս 42-ի առաջի երկու համարը ասում է ինչպես եղջերուն կփափագի ջրերին, այնպես էլ իմ հոգին քեզ Տեր։ Ես հիշում եմ իմ մանուկ ժամանակ պատանի շատ էի սիրում կենթանիների աշխարհ։ Ոնց են ուրիշ բաներ չէի սիրում, այդ բնություն կենթանիներ էի սիրում եւ ռուսերեն մի հատ մի հաղորդում կար, Միրա ժիվոտնի էր կոչվում, կենթանիների աշխարհ, միշտ նայում էի։ Եվ տեսնում էի, որ այս Աֆրիկայի մեջ այս ամառ շոքերին, որ ջուրը պակսում էր, հատնում էր, մի փոքր կեղտոտ ճահիճ կեղտոտ մի փոքր ջուր էր մնում, ունդեղ լիքը կոկորդիլոսներ, բայց այս խեղճ եղնիկները, եղջերուները, որ ծարավ էին, գալիս էին այդ ջրից խմում, վախելով, բայց էլի իրանց որոշներին այդ կոկորդիլոսները հոշոտում էին, բայց քանի որ ծարավ էին այդ ջրին էին գալի։ Ասում է ինչպես եղջերուն կփափագի այդ ջրերին, իմ հոգին էլ քեզ Տեր։ Մատթեոս ավետարան Սուրբ Գրքի մեջ որ կարդում ենք 5-րդ գլուխ 6 համար, ասում է երանի նրանց ովքեր ծարավ են արդարության,
նրանք պիտի հագենան։ Այսինքն, սիրելի քուրեր եղբայրներ, Տեր Հիսուսին մոտեցող առաջինը պետք է այդ ծարավը փափագն ունենա իր մեջ։ Եթե մարդ այդ փափագը չունի, այդ ծարավը չունի, Քրիստոսից առնելու, նա չի կարա մոտենա։ Այսօր շատ աշխարհի բոլոր ազգեր, ժողովուրդներ, միլիարդավոր մարդիկ կոչվում են քրիստոնյաներ։ Բոլորն է մոտենում են, ինչի համար։ Մեկը մոտենում է երկար ապրի, մեկը մոտենում է առողջ ապրի, մեկը մոտենում է թշնամուց տերը պահի, մեկը մոտենում է բժշկվի հիվանդությունից, մեկը մոտենում է էս ունենա, չգիտեմ, շքեղ ինչ ունենա, գործ ունենա, տարբեր մարդիկ տարբեր բաների համար են մոտենում։ Բայց երանի նրան, ով որ Տեր Հիսուսին մոտենում է իր հավիտենական փրկության համար։ Այսօր շատ քրիստոնյաներ չեն հավատում, որ սա չի կյանքը, իրական կյանք էս կյանքից հետո է, որ գոյությունն ունի հավիտենական կյանք։ Այսօր շատ քրիստոնյաներ հավատում են Հիսուսին մինչև գերեզմանների համար, այսինքն երկրավորի համար, մարմնավորի համար, ժամանակավորի համար, բայց Տերն ուզում է, որ իրան հավատանք հավիտենության համար, հավիտենականության համար, որովհետև մեր իսկական կյանքը սկսում է այս երկրային կյանքից հետո։ Եվ նա որ ծարավով գալիս է այդ հավիտենական կյանք գտնելուն, նա պիտի հանդիպի Տիրոջը։ Եվ երկրորդ քայլը տեսեք ինչ ասում։ Ասում է թող իմ մոտ գա։ Ծարավը նա պետք է գնա։ Ոչ մի անգամ ծարավը չի նստում տանն ու ճվեմ ջուր արի լցվի իմ բերանը։ Ծարավը ինքը վեկենա փնտրի։ Ասենք համի ես մեծ մարդ եմ, թորներ ունեմ, կին ունեմ, հարսներ ունեմ, Տերը օրհնի։ Ծարավին ասում մի հատ ջուր բերեք, բերեմ են։ Բայց որ տանը մարդ չի լեմ ժողովուրդ ջան։ Ոչ մեկը չի լեմ, որ ծարավ եմ լեմ։ Ուզում ա գիշեր էլի ես եմ վերկենեմ գնեմ ջրին։ Այսօր բարեկամներ, շատերն ասում են, դե թող Աստված էս անի, դե Աստված թող էս բանն անի, մենք էս էս կանենք, սեն չի կարա լինի։ Եթե դու ծարավ ես, դու պիտի գաս այդ ջրի աղբյուրին։ Դու պիտի գաս, ասում ա ինձ մոտ եկեք, իսկ ովքեր կարող են գնալ Հիսուսին։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 համարից այսպես ասում. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Ձեր վրա առեք իմ լուծը, որ թեթև է, որ քաղցր է, ու իմ բեռը, որ թեթև է։ Այսօր եթե մարդը այս երկրավոր կյանքի չի օգնել, չի տառապել այս աշխարհից, չի օգնել, չի ձանձրացել, չի հասկացել, որ այս երկրավորը ունայն է, ոչինչ է, այս մարդը չի կարա Հիսուսին կա, ժողովուրդ ջան։ Այսօր շատ շատերը գալիս են Տիրոջը, մի հատ հոգս ունեն, դժվարություն ունեն, մի հատ պրոբլեմ ունեն, լուծվեց, թողում ու գնում են։ Ինչի որտեվ այս մարդիկ հոգնած չեն, բեռնավորված չեն հասկացել կյանքի իմաստը։ Այսօր օդի իշխանի նպատակն է մարդին խաբի, որ մարդը կյանքի իմաստը ինչ որ բաների մեջ փնտրի, բայց կյանքը դա Քրիստոսն է։ Հավիտենական թագավորն է։ Եվ եթե դու չես հասկացել, որ այս աշխարհը քեզ ոչինչ չի տվել ու ոչինչ էլ չի տալու, դու չես կարող Հիսուսին գալ։ Հայ մեր մեջի տարեցներին հարցնեն, ես էլ ոչինչ արդեն 62 տարեկան եմ։ Մի հատ հարց տամ, ինչ ես կացե կյանքից հետ։ Մի հատ միակնթարթ նայում ենք սենց, մտածում ասում են քեշ բան։ Երազի պես թռավ գնաց։ Երազի պես թռավ գնաց, աշկերս փակում եմ, հիշում եմ առաջի դասարանը, հիշում եմ իմ մանկությունը, հիշում եմ իմ երիտասարդությունը, բացում եմ արդեն վերջացավ, գնաց դա, եւ չգիտեմ վաղը ես կտեսնեմ այս օրը թե չէ։ Որտեւ միակնթարթ է որ անցնում է։ Դավիթն ասում է Տեր, ցույց տուր իմ կյանքի օրերը։ Ասում է եւ Տերն ասավ՝ մի թզի չափ այս երկրի վրա։ Միակնթարթ է։ Դամար սիրելիներ, մենք պետք է նա կարող է Հիսուսի մոտ գալ, ասում է եկեք իմ մոտ, ով որ ծարավա թող իմ մոտ գա։ Եթե դու հասկացել ես, որ այս կյանքը ունայն է եւ իսկական կյանքն ես փնտրում, դա Հիսուսն արի իր մոտ։ Եթե դու դրա համար չես գալի, որ հավիտենական կյանք ունենաս, երկրավոր ինչ-որ ցանկությունների համար ես գալի, միգուցե քո փափագը ցանկությունը կատարի Աստված, որովհետև Հիսուս Քրիստոս նշանակում է օծյալ փրկիչ, նրա գործը փրկելն է։ Մենք ունենք երկրի վրա շատ ծառայություններ, օրինակ ունենք շտապ օգնություն, բժշկական ծառայություն, եւ որ մեկը վատանում է, հիվանդանում է, զանգում է, այդ շտապ օգնության աշխատակիցները չեն ասում Կանք չկանք, դու լավ մարդ ես, թե վատ մարդ ես, դու չար ես, թե բարի ես, դու ես չէ, նրանք իրանց գործը հենց կան չընդունեն, անմիջապես օգնեն այդ մարդին։ Այդ մարդ ով գործ չունի, այդպես էլ Հիսուս Քրիստոս Տերը, բոլորի Աստված, նա ողորմած Տեր է, նրա անունը փրկիչ է։ Եվ այսօր շատ ժամանակ ով որ նրան կանչում է, նրան փրկում է, ուրիշ հարց է, դու նրա արածը գնահատում ես թե չէ, դա արդեն քո գործն է, ով կգնահատի
ով կընդունի, նա հավիտենական կյանքի արժան կլի, իսկ ով որ կմերժի, դա արդեն իր համար է պրոբլեմ։ Դա համար ժողովուրդ ջան, մենք պետք է մոտենանք Տիրոջը, եւ երրորդը ասում է, ով որ ծարավը իմ մոտ գա, թող խմի։ Լա նայեք Սուրբ գրքի մեջ մի հատ կին կար։ Այս կինը շատ զարմանալի կին էր, այս կնոջ մասին շատ ենք խոսացել։ Այս կնոջ անունը գրած չի, բայց նրա պատմությունը գրած է։ Հովանու ավետարանի 4-րդ գլխի 13 համարից պետք է կարդամ։ Հովանու ավետարան 4-րդ գլուխ 13 համար։ Եվ որ մոտեցավ Տերը ջրորի մոտ մի սամարացի կնոջ հետ խոսում էր, այս կնոջի ջուր ուզեց, այս կինն ասավ վերջ է, այդ պատմությունը չեմ ուզում երկարացնեմ, որովհետև մենք ժամանակ ուզում եմ ծախու առնենք, 13 համարից Տերը այս կնոջի ինչ ասեց, հլա տեսեք ինչ ասում։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ամեն այդ ջրից խմող դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար պիտի բխե։ Կինը նրան ասեց. Տեր, տուր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր խմելու։ Ասում այն ջուրը, որ դու խմես, պիտի ծարավես, բայց այն ջուրը, որ ես եմ տալի, ով որ խմի, նա ջրի աղբյուր պիտի լինի, հավիտենական կյանքի համար պիտի բխե, ու նա չի ծարավելու։ Բարեկամներ, ով որ ծարավա թողագե լսվի Հիսուսով, այդ կյանքի աղբյուր ջուրը պիտի բխի։ Եվ այն ուխտը, այն խոստումը, որ ասել էին, Տերը բերեց այդ ջուրը։ Եվ մի տեսնում ենք ժողովուրդ ջան, 4-րդը ասում է, թող գա, ասում է, իմ մոտ գա, խմի, եւ ասում է, ով որ խմի ու հավատա։ Ում պետք է հավատանք Տեր Հիսուսին։ Եբրայեցիս 11-րդ գլխի 16 համարն էսպես 6 համարը, Եբրայեցիս 11:6 համար, ասում է, ով որ մոտենում է ասում, պիտի հավատա թե նա կա։ Եվ նա վարձահատույց է ամեն իրեն փնտրողներին, ամեն իրեն խնդրողներին։ Մենք պետք է հավատանք։ Իսուր գիրքը հիշեցնում է, հավատքը չերևցած բաների հաստատությունն է աներևույթ բաների ապացույցը։ Մարդը ընդհանրապես այնպեսին է, այս վերջերս ես այդ մասին մի քիչ խոսացի տարբեր տեղեր Հայաստանի, որ ինչ ասեմ, որ մարդը պիտի տենա նոր հավատա։ Մարդուն սատանան այդ վիճակին աստրե, որ տեսնի նոր հավատա, բայց Աստված ասում է, երանի նրան, ով որ չի տեսնի, բայց կհավատա։ Այո, ով որ մոտենում է, պիտի հավատա, որ Աստված կենթանի է, որ Աստված կա։ Գիտեք, չկա այդպիսի մի անձնավորություն, բարեկամներ։ Աշխարհի երեսին մի մարդ տարբեր ցեղից, լեզվից, ազգից կապ չունի, որ Աստված գոնի այդ մարդի հետ մի անգամ, երկու անգամ խոսացած չլի, որ Աստված այս մարդի կյանքը մի քանի անգամ ինչ որ ողորմություն ու հրաշք արած չլինի։ Եվ շատերը համարում են դա պատահականություն, շատերն ասում են դե ստացվեց, շատերը իրանց են վերագրեմ, դե ես խելացի, ճարպիկ էի, իմաստուն էի, դրա համար այս հարցը սենց լուծվեց։ Այդպիսի բան չկա, ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը ասում է, Աստված մի անգամ կխոսի, երկու անգամ կխոսի։ Եվ եթե մարդը չի ընդունի, Աստված էլ բան չունի անելու։ Ինչու համար? Որովհետև այս երկիրը վայր է, որ ամեն մեկ իրեն ընտրությունը պետք է կատարի։ Աստված շեշտում եմ, շատ անգամ նորից եմ կրկնում, ոչ մեկին դժոխք չի ուղարկել, ու չի էլ ուղարկելու, ու չի ուղարկեմ։ Աստված ոչ մեկին դրախտ չի ուղարկել, չի ուղարկեմ ու չի էլ ուղարկելու։ Դու պետք է ընտրես, ես պետք է ընտրեմ, դժոխք պետք է գնամ թե հավիտենական երկրային արքայություն։ Որտեղ այս երկիրը մի վայր է, որպեսզի ամեն մեկ իր ընտրությունը կատարի։ Եվ իր ընտրությունը այս երկրային կյանքի մեջ կատարելուց հետո, եւ որ իր աշկերը փագեց, այստեղից հետո պետք է ամեն մեկ իր ընտրության վայրը գնա։ Եվ եթե ընտրել ես Քրիստոսին, երանի քեզ։ Եվ դրա համար Տեր Հիսուսը աշխարհ եկավ, երբ որ գնում էր եղբայրները հիշեցրեցին, Տերը հայտարարեց։ Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ 18 համարից ասում է, ձեզ որբ չեմ թողնի, կգնամ կուղարկեմ մխիթարիչը։ Այսինքն Հիսուսը ուղարկեց մխիթարիչը Սուրբ Հոգու Աստծուն։ Եվ այսօր շատերը ցավոք սրտի պենտեկոստալ գաղափարի հասկացողության թեկուզ աշխարհի քրիստոնյա տարբեր հասկացողության մարդիկ պատկերացնում են, որ Սուրբ Հոգին դա լեզուներով խոսալն է։ Ոչ, բարեկամներ, Սուրբ Հոգին դա աստվածության երրորդ երամիության մի անձն է, որը որ Աստված է, որը հավասարազոր է Հորը, հավասարազոր է Որդուն եւ երամիություն է։ Եվ այդ Սուրբ Հոգի Աստվածը եկավ,
որպեսզի քեզ կրթի, ինձ կրթի, դաստիարակի, մեզ պատրաստի, որ երկինք տանի։ Եվ ինքը այն Աստվածը, որը որ քո մեջ է, քո ներսն է, ինքը իր պարգևն է դնում քո մեջ։ Հաստատությունն է դնում քո մեջ, իմ մեջ, եւ որ սմա մարդը կնքվել Սուրբ Հոգով, լեզուներով խոսալ, դա հաստատությունն է, որ Աստված, Սուրբ Հոգի Աստվածը քեզ հետ է, քո մեջ է ու քեզ առաջնորդում է։ Եվ Տերն ասում է, ես քեզ որբ չեմ թողնի։ Կգնամ կուղարկեմ Մխիթարիչը, որը ճշմարտության հոգին, որ ասում աշխարհը նրան չի ընդունի։ Այսօր շատ քրիստոնեական ուղղություններ կան, որ Սուրբ Հոգուն չեն ընդունում։ Մեկը չգիտեմ ջուրը ընդունում, մեկը մի հատ ինչ ընդունում, մեկը ես հիշում եմ տարիներ առաջ, երևի մի 20-25 տարի առաջ Գյումրիում էի մի հատ շանտ այսօր էլ կա այդ հերոստականալը, մի հատ քանայի մեկը հարց էր տալիս, մի հատ ծառայողի վերջը։ Ասում է, լսի ես լրագրող արցնում, ասում է, բարեկամ ասում է, այդ որ ապաշխարություն են ասում, Սուրբ Հոգի են ասում, այդ ի՞նչ է դա, այսօր եկա, այս ազնվորությունն ասավ, գիտես, դա առաջի դարի համար էր։ Այն ժամանակ էր այդ բանը պետք է, Տեր Հիսուսն ասեց։ Այն ժամանակ էին մկրտվում մարդիկ, հմիթեն չի, մենք հմի Սուրբ Գիրքը չի ասում։ Բայց այս մարդը, երբ որ լսեցի, սկսեցի ես խնդալ։ Եվ որ այնտեղ մարդիկ կային, ինձ ճանաչում էին, ասենք, ես փորձեցի ծիծաղել, մեկ էլ այն մեկը շրջվեց թե «Դու Արդակ ջան, ինչի այդ ման կենես»։ Հասի այ ախպեր ասեցի, ես այս մարդի ասած չի բռնումից, ես Սուրբ Հոգով կրթվել եմ։ Ես աղոթում եմ այդ լեզուներով։ Այդ հոգին իմ մեջ է, այդ հոգին Աստծո հոգին իմ մեջ է։ Այս մարդն ասում է, դա առաջի դարում ա եղել, բայց 20-րդ դարում նույնը այսօր իմ մեջ է, եւ 21-րդ դարում այսօր ձեր մեջ է, ժողովուրդ ջան։ Աստված, Սուրբ Հոգի Աստվածն եկավ, նա մինչև վերջ մեզ հետ ա լինելու, եւ մի քաղցր գաղտնիք էլ ասեմ, աղոթքից առաջ, Սուրբ Հոգին է քեզ ու ինձ երկիք տարելու, օրհնյալ է նրա անունը, որովհետեւ Հայր Աստված իր գործը գործեց երկրի վրա, Հիսուս Քրիստոս Աստված իր գործը գործեց երկրի վրա, Սուրբ Հոգի Աստված իջավ երկրի վրա, իր եկեղեցին կառուցում է, շինում է, եւ ինչպես Փիլիպոսին հոգին հափշտակեց անապատի մեջ, այդպես էր շատ շուտով Սուրբ Հոգի Աստվածը Քրիստոսի հարսը եկեղեցին պիտի հափշտակի եւ օթերի մեջ իր հորը դիմավորի։ Օրհնյալ է մեր Տերը, սիրելիներ, եւ դրա համար Պողոս Առաքյալը համարձակ գրում է, եւ դրա համար մենք ցանկացած քրիստոնյա, երբ որ ննջում է, համարձակ ասում ենք ցտեսություն։ Մենք չենք ասում մնաց բարով, ասում ենք ցտեսություն, որովհետեւ հավատում ենք, որ այս խոսքը ասում է, հրեշտակապետի փողը պետք է փչի, եւ բոլոր սուրբ ննջեցյալների գերեզմանները պետք է բացվի, եւ բոլոր սուրբերը միակ ընդհանրեն պետք է փոխվեն եւ օթերի մեջ իրանց փեսային դիմավորեն։ Օրհնյալ է այդ օրը եւ այդ օրը շատ մոտ ասիրելներ։ Այս սրա համար է Սուրբ Հոգին, քուրեր եղբայրներ, որ մեզ պատրաստի, քանի որ մենք մարդ ենք մեղավոր բնույթով, ունենք սխալներ, ունենք մեղքեր, ունենք թերություններ, որ մեզ կրթի, դաստիարակի, որ մեզ հասցնի ավիտենական փառքին։ Գիտեք, ասենք բոլոր բնակավարների մեջ էլ, բոլոր հիմնարկությունների, գործանների մեջ էլ ունեն ամեն այդ իր կառույց, իր ստրուկտուրան, որ պատրաստեն իրանց մարդկեքին։ Եվ որ մենք տանում ենք զինվորներին, մեր երեխեքին տանում ենք բանակ, միանգամից այդ երեխեքին չեն տանում սահման, միանգամից այդ երեխուն չեն տանում կայնացնեն, այս երեխուն կրթում են, դաստիարակում են, սովորեցնում են ոնց կրակի, ոնց պաշտպանվի, նոր տանում են։ Ցանկացած գործի մեջ, եւ որ մարդը գնում է հասարակ Վանաձորի տեքսում աշխատելու համար միանգամից գնացած օրես քույրիկին չեն ասում, արվեկալու ես շորը կարի։ Նրան սովորեցնում են, որ ինչպես կարի, ինչպես մեքենայի հետ վարվի, եւ մի հատ փորձաշրջան անցնելուց հետո քնություն են տալիս։ Առաջ այդպես էր, չգիտեմ։ Երբ որ կարողանում արդեն կարել նոր ասում են նստես մեքենայիդ աշխատի։ Այդպես էլ բարեկամներ, Սուրբ Հոգին եկավ, որ այս եկլային կյանքի մեջ փորձաշրջան մեզ անցկացնի, որ մեզ պատրաստի, որ մեզ դզի, որ մեզ հասցնի հավիտենական փառքի։ Օրհնյալ է մեր Տերը, սիրելիներ։ Դրա համար Տեր Հիսուսը իր գնալուց առաջ վերջի պատվերը հրանգը սա էր, Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ, 2-րդ համարից ասում է. մնացեք Երուսաղեմում։ Տեսեք ինչ ասեմ, Գործք առաքելոց 2-րդ գլուխ 2-րդ համարից այսպես է ասում, Գործք առաքելոց 2-րդ համարից եւ ասում է հանկարծակի երկնքից մինչեւ եղավ սաստիկ փչող քամու պես
եւ լսեց բոլոր տունը, ուր որ նստած էին, եւ երևցավ նրանց բաժանված դերներ ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան, եւ սկսեցին ուրիշ դերներով խոսել, ինչպես հոգին կտաներ։ Բայց առաջի գլխի մեջ էլ Տերը հիշեցնում էր ասма եւ 4-րդ խոսքից առաջի գործ կարաքելոց 4-ից առաջի գլուխ 4-ից եւ նրանց միասին ժողոված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանան, այլ սպասեն հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցեք, որովհետեւ Հովանեսից իրավի ջրով մկրտվեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտեք, ոչ թե օրեր սրանից հետո, եւ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը, եւ նա ասեց նրան. ձեր բանը չի գիտենալ ժամերն ու ժամանակները։ Ու շարունակում է ժողովուրդը։ Ասում է պատվեր տվեց Երուսաղեմը մնան, եւ շարունակության մեջ ասում է եւ դուք զորություն կառնեք, ձեր վրա իջած ատենը հոգին եւ իմ վկաները կլնեք։ Երուսաղեմը մինչեւ աշխարհի ծայրը։ Այսինքն Տիրոջ վկա դառնալու համար Սուրբ Հոգին պարտադիր է, որ քեզ կրթի, ինձ կրթի, մեզ բոլորից դաստիարակի։ Այս սրա համար եկավ Սուրբ Հոգի Աստվածը։ Աստված դարերից առաջ խոստացել էր, մարգարեները խոսացին այդ մասին, Աստված Հիսուս Քրիստոսով երկրի վրա հաստատեց, եւ Տեր Հիսուս Քրիստոսի գնալուց հետո Սուրբ Հոգին եկավ եւ այսօր Քրիստոսի եկեղեցին ծնեց, եւ այս եկեղեցուն պատրաստում է, որ ամեն վերստին ծնված մարդ Քրիստոսի մարմնի մեջ մտնի, որ հավիտենական օթերի մեջ հավիտյան Քրիստոսի հետ լինի։ Այս սրա համար եկավ Սուրբ Հոգին։ Թող Տերը փառավորվի, քուրեր եղբայրներ։ Ես չեմ ուզում երկարացնեմ։ Այդ Հոգին դրա համար է եկել։ Այժմ մենք պետք է կանգնենք ոտքի եւ աղոթքով պետք է գանք Տիրոջ առջև։ Այս ընթացքում ովքեր որ խնդրեմ սպասավորները բարձրանան վերև, ովքեր որ մկրտված չեն Սուրբ Հոգով եւ ուզում են որ այդ Սուրբ Հոգի պարգևը ստանան, այդ Աստծո գրավական իրանց կյանքի մեջ գա, թող առջև գան։ Այսօր էլ Աստված այդ Հոգին թափում է, որտեղ նա խոստացել է, ասում ամեն ծարավի, ով որ ծարավ է, ով որ փափագում ասում է, ես ասում նրան պիտի տամ։ Մենք ծարավ ենք Տիրոջը, այո, մենք փափագում ենք Տիրոջը։ Եվ խնդրում եմ, որ եկեղեցին աղոթք քանի։ Եվ ասենք ովքեր որ ժողովուրդ ջան, ովքեր որ արդեն իրանց համար ասենք պաշտամունքը մենք կարող ենք մի քիչ երկար աղոթենք, ովքեր որ ուզում են կարող են գնալ, բայց ովքեր չէ, խնդրում եմ, որ եկեղեցին սկսի աղոթք անել, որտեվ սա մի պատերազմ է, որ պետք է աղոթք անենք։ Այժմ աղոթքով գանք Տիրոջ առջև։ Ովքեր որ ցանկանում են, թող առջև գան։ Եղբայրներ բարձրացեք, պետք է աղոթք անենք։ Համարձակ առջև եկեք, ժողովուրդ